Ազգային ժողովում մարդիկ են, ովքեր նրանց գերակշռող մեծամասնությունը այս կյանքում որևէ ոլորտում չի կայացել, չի դրսևորվել, որևէ հաջողության չի հասել, եւ այս կամայն քաղաքական թիմին, այսպես կոչված կուրորեն նվիրված լինելու արդյունքում ստացել է падգամավորի մանդատ, դրանից օգտվում է այդ մանդատի բերած բարիքներից, բարձր աշխատավարձի, պարգևավճարների, ազատ տեղաշարժի եւ ինչու՞ չէ, այսինքն այն բոլոր հնարավորություններից, որոնց մասին այդ մարդիկ մի քանի տարի առաջ կարող էին ընդհանրապես երազել, որովհետև իրենց անձնական եւ մասնագիտական որակներով չէին կարող ապահովել իրենց համար նման դիրք, սոցիալական դիրք հանրության մեջ։ Հետևաբար մենք ականատես ենք լինում նրան, ինչ որ տեսնում ենք։ Այդ մարդկանցից ոչ մեկը падգամավոր չի դարձել երկրին, պետությանը ծառայելու նպատակով։ Ավելին 20 թվականից հետո, երբ Հայաստանում ստեղծվեց մի իրավիճակ, որ պատերազմում խայտառակ պարտություն կրած քաղաքական թիմը այս կամ այն տեխնոլոգիաների կիրառմամբ մնաց իշխանության, որքան էլ որ շատերը դրա անունը դնեն ընտրություն, վատի եւ վատագույնի միջև ընտրություն լինել չի կարող, բայց նրանք անցան մի սահման, որը մենք հասկանում ենք որպես արժեհամակարգային մարդկային արժանապատվության սեփական կարմիր գծերի սահման։ Նրանք անցան այդ սահմանը, նրանք կանգնեցին այսպես այդ թիմի, հայտնվեցին այդ թիմի շարքերում եւ իրենց տիրոջը հավատարմության դիմաց ստացան երկրի բարիքներից օգտվելու եւ իրենց մանկական ու պատանեկան տրավմաները այս կամ այն ձևով, այսպես ասեմ, փոխհատուցելու carte blanche։ Այսինքն անձնական խնդիրներ են այնտեղ հիմքում ընկած, ոչ թե պետությանը ծառայելու եւ Հայաստանում միշտ իշխանության գտնվողները մեծամասնությունը մանավանդ վերին էշելոնում գտնվողները, միջին օղակները հանգիստ թողնենք, որտեղ կարող էին հատուկետ պրոֆեսիոնալներ գտնվել, նրանք միշտ լուծել են անձնական բարեկեցության հարցը։ Հայաստանում սկսած 91 թվականից տեղի ունեցել քաղաքական, պետական պաշտոններում, այսպես կոչված, նշանակվող մարդկանց բացասական սելեկցիա։ Այսինքն մարդիկ, ովքեր պատրաստ են եղել մնալ տվյալ պահին իշխող թիմի կազմում, եւ դրա դիմաց պատրաստ են եղել, ինչու՞ չէ, հրաժարվել իրենց սկզբունքներից, լավ գնով վաճառել իրենց սկզբունքները, փոխել իրենց կաշին, այսինքն այն ամենը, ինչը որ վերաբերում է ոչ թե անձնական, այլ կոնկրետ նեղ խմբակի շահերը սպասարկելուն։ Այդ մարդիկ միշտ եղել են երկրի պետության բարիքներից օգտվելու արտոնյալների շարքում։ Եվ այդ տեսակետից որևէ բան չի փոխվել։ Մենք ականատես ենք եղել, որ Հայաստանում մի համակարգ էր ստեղծվել, երբ սոցիալական վերելակ կոչված, այսինքն երբ օժտված տաղանդավոր գիտելիք ունեցող մարդը, ով այդ ԽԾԲ, այսպես ասեմ, խաղի կանոնների մեջ չի տեղավորվում, ըստ էության մեծամասնության դեպքում հնարավորություն չի ունեցել իր ազնիվ աշխատանքով, առանց քաղաքական այս կամ այն թիմին հարելու եւ իր այս կամ այն սկզբունքները խախտելու, հնարավորություն չի ունեցել հաջողության հասնել։ Ուղղակի 2020 թվականից հետո այս ամենին ինտենսիվ գումարվել է նաև պատերազմում տանուլ տված իշխանության կողքին, այսպես ասեմ, կանգնելու եւ այդ խարանը սեփական ճակատին վերցնելու հանգամանքը եւ արդյունքում գինը եւս թանկացել է։ Եթե 10 տարի առաջ քաղաքական պաշտոնի, այսինքն գինը մի քիչ այլ էր, հիմա շատ ավելի է թանկացել, բայց դրա դիմաց տրված carte blanche-ի հնարավորություններն են լայնացել։ Գին ասելով ինչ նկատի ունեմ։ Նկատի ունեմ գինը ամենաթողությունը։ Այսինքն, եթե դուք հայտնվում եք այս կամ այն թիմում, հիմնականում դա վերաբերում է իշխող թիմին, ձեզ կարելի է ամեն ինչ։ Եվ մենք ականատես ենք լինում ամեն օր, փոքր կամ մեծ մասշտաբով, մենք ականատես ենք լինում իշխող քաղաքական թիմի կողմից, նրա, այսպես ասեմ, կուսակիցների, համախոհների եւ մնացածի կողմից ամենաթողության դեպքերի։ Բայց սա իր խորքային, ես այստեղ խնդիրը միայն անձնական այդ արժեհամակարգի տոտալ բացակայությունը չեմ տեսնում։ Ես կարծում եմ մի խորքային հարց էլ կա, եւ ըստ էության, որովհետեւ մենք այս բոլոր մեղադրանքները կարող ենք ուղղել ոչ միայն իշխող քաղաքական թիմին, այլև այսօր այսպես կոչված խորհրդարանական ընդդիմությանը, որոնք եւս գիտակցաբար քննարկումների, ազգային ժողով բերված հարցերի մակարդակը իջեցնում են շրիշակից ցածր եւ դուրս չեն գալիս այդ էժանագին իր միմյանց պիտակավորելու խոսույթի մակարդակից, այսինքն իրենց հարմարավետ են զգում այդ մակարդակում
որովհետև իրենք էլ ըստ էության երկիրը փրկելու կամ երկրին տեր կանգնելու կամ քաղաքական գործունեություն, քաղաքական առումով խնդիր լուծելու նպատակ չունեն։ Իրենց բոլորի մոտ հոգեբանորեն այսպիսի մի իրավիճակ է 91 թվականից ի կողմ, եթե մի քիչ անալոգիա տանեմ Արցախի հետ կապված, մենք մեր իշխանական վերնախավը դեռևս այն ժամանակից համարում էր, որ Արցախը չի կարող պահել, Արցախը բեռը եւ հնարավորինս քիչ կորուստներով չակերտավոր պետք է այդ բեռից ազատվել։ Եվ նույնիսկ նվիրյալ մարդկանց այդ անձնազոհությունը 92-94 թվականին տարած այդ փառահեղ հաղթանակը եւս չստիպեց այդ մարդկանց իրենց մտածողությունը փոխել։ Ու 94 թվականից հետո թե Արցախում տարված քաղաքականությունը ու վերաբերմունքը եւ հետագա հանրության մեջ ներդրված նարատիվները եւս ցույց տվեցին, որ Հայաստանի, երբ ասում եմ Հայաստան, նկատի ունեմ նաեւ Արցախի ռազմաքաղաքավարության, հատկապես քաղաքական, նրանք ըստ էության չեն համարում, որ Արցախը չեն ցանկանում, չեն համարում, չեն կարողանում, այսինքն յուրաքանչյուրը կարող է իր տեսանկյունը փոխել, իր տարբերակը տեսնել, նրանք համարում էին, որ վաղ թե ուշ միևնույն է Արցախը հետ են տալու, հետևաբար պետք է ինչու ասենք զբաղվել դեմոգրաֆիական խնդրի լուծմամբ, ինչու մեծ գումարներ ծախսել եւ այնտեղ մարդկանց վերաբնակեցնել, ինչու, այսինքն իրականում դա ընդհանրապես ռեսուրս է, որը պետք է շահագործել եւ հնարավորինս շատ այսպես ասեմ հարստանալ։ Այդ հոգեբանությունը 20 թվականից հետո տեղափոխվել է Հայաստան, որովհետև այն ազատ անկման վիճակը, որում մենք գտնվում ենք, թշնամու կողմից մեզ պարտադրված այսպես կոչված վերջնահաշվարկը կամ վերջնագրերը, այո, ամենը վկայում են, որ ըստ էության Հայաստանը բռնել է ինքնաոչնչացման ինտենսիվ ուղին, եւ մենք տեսնում ենք, որ Հայաստանի քաղաքական դաշտում գործող անձինք եւ ճակերտավոր ուժերը, դա վերաբերում է թե իշխող քաղաքական թիմին, թե որոշակի չափով ռեսուրս ունեցող, այսպես կոչված ընդդիմադիրներին, նրանք համարում են կամ նրանց դա առանձնապես չի հետաքրքրում, միևնույնն է, այս երկիրը իրենց պատկերացմամբ այլևս հնարավոր չի պահել եւ հետեւաբար պետք է օգտվելով իրավիճակից հնարավորինս շատ կտորներ թռցնել։ Մենք գտնվում ենք այսպիսի մի իրավիճակում, այս ազատանկման իրավիճակում, հետեւաբար գնալով դիսկուրսի մակարդակը նվազելու, այսպես կոչված մակարդակը շատ ավելին է վատանալու, չնայած ամեն անգամ թվում է, թե հատակին ենք հասել, բայց միևնույնն է պարզվում է, որ ոչ։ Այսինքն այս մարդիկ համարում են, որ Հայաստան պետությունը ապագա չունի եւ իրենց համար լավագույն տարբերակը չէ, լավագույն տարբերակը նաեւ Հայաստան պետության վերացումն է, որովհետեւ իրենց պատկերացմամբ այդ դեպքում չի գտնվի որևէ մեկը, որ իրենցից պատասխանատվության կանչի եւ ինչու՞ չէ նաեւ պատժի։ Դա վերաբերում է թե իշխող քաղաքական ուժին, դա վերաբերում է թե նախորդ տարիներին իշխանություն եղած մարդկանց խմբակներին։ Որովհետև պատկերացրեք մի իրավիճակ, երբ Հայաստանում իրոք ազգային պետական իշխանություն է ձևավորվում, կարծում եմ պարզ է, թե 91 թվականից այս կողմ ինչքան գործ է լինելու անելու, իրավաքաղաքական պատասխանատվության կանչելու, պատժելու, այդ ազգային պետություն ստեղծելու գործը տապալելու առումով։ Հետևաբար այն մարդիկ, ովքեր երևում են էկրաններին, այն մարդիկ, ովքեր այսպես կոչված խոսույթ են ստեղծում, բացի նրանից, որ նրանց մի զգալի հատվածը վերահսկվում է օտարուժային կենտրոնների կողմից, նրանց մի մասը ազդեցության գործակալներին, մի մասը հստակ ուղղորդված քաղաքականություն են իրականացնում, նրանք նաև այն մտածողություն ունեն, որ այս ազգի վիճակի չէ պետություն ունենալ եւ պետք է հնարավորինս շատ օգտվել եղած հնարավորություններից։